Մեր աղվան Վարդանյանը առաջարկեց երթվել, բայց ես նաև առաջարկում եմ մեկ այլ երթվելու օբյեկտ, Աննա Գրիգորյանի անունով էլ կարող եք երթվել։ Ժողովուրդ ջան, ընտրություններ են գալիս եւ ուզում եմ շատ կարճ անդրադարձ ունենալ, թե ընդհանրապես ինչ է ընտրությունները։ Շատ պարզ։ Ընտրությունները ունեն հետևյալ իմաստը։ Քաղաքական ուժը տալիս է խոստումներ, առաջարկում է ծրագիր, երբ ընտրվում է, ստանձնում է իշխանությունը, հաշվետու է ժողովրդի առջև այդ ծրագրի իրականացման համար։ Ուրիշ բան չի նշանակում ընտրությունները։ Այսպես ասենք, կոնտրակտ է կնքվում ժողովրդի եւ այդ քաղաքական թիմի միջև 5 տարի ժամկետով։ Հիմա եկել է հաշվետու լինելու ժամանակը։ Եվ ինչի մասին է խոսում այն քաղաքական ուժը, որը 21 թվականին ստացել է ժողովրդի քվեն։ Ընդհանրապես չի խոսում իր խոստումներից։ Անկեղծ սա երևի եզակի դեպքերից մեկն է։ Ես չգիտեմ, նման դեպք աշխարհում ընդհանրապես կան, թե չկան։ Երբ գաս ընտրություններին եւ ընդհանրապես չշոշափես ոչինչ, ինչ դու խոստացել ես մանդատը ստանալու համար։ Բայց ինչ որ մի բան պիտի ասի, չէ՞։ Ինչ է ասում։ Եռագլուխ, պատերազմ, բերող, չգիտեմ, ինչ հիմարություն ասես այս մարդը դուրս է տալիս եւ անում է դա նրա համար, որ իր խոստումներից ընդհանրապես չխոսա։ Եվ այսօրվա հայտարարությունը ասեց հետևյալը, ուղղակի մեջբերեմ բանակ կոչված ավերակը, իբրև ինքը ժառանգություն է ստացել բանակ կոչված ավերակը, իր բառերն են, ուղղակի հիշեցնեմ, 21 թվական սեպտեմբեր ամիս Սարդարապետի համալիրում ինքը անձամբ հայտարարում էր, որ տարածաշրջանի ամենից մարտունակ բանակն է հայկական բանակը։ Եվ 70 հոգու տալիս է մարտական խաչ, 1 հոգու ազգային հերոսի կոչում, միայն մի բանի համար, որովհետև սահմանամերձ ինչ որ մի ընդհարում է եղել Թավուշի մարզում, Հայաստանի հյուսիսում։ Բալավ, երես ունես դու։ Սա իսկական այն ժամանակն է, որ մենք պետք է Սունյանց ողջունը հիշենք։ Եվ անընդհատ ամեն օր հիշեցնենք մինչև հունիսի 7-ը։ Ավերակ անվանել բանակը, որը եղել է մարտունակ, որը անսասան է պահել Հայաստանի եւ Ղարաբաղի Արցախի սահմանները, ավիրել այդ բանակը, հրահրել պատերազմ, տալ 5000 կորուս, 12000 վիրավոր եւ հետո ասել, որ ավերակ է դա, այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ միգուցե հիշողություն ունի։ Ստի հիշողությունը կարճ է, սուտասան մարդը պետք է միշտ հիշի, թե որտեղ ինչ սուտ է ասել, իսկ սա չափազանց դժվար է։ Հիմա որ իրեն ասեն, բա սենց ես ասել սեպտեմբերի 21-ին ասելով, իրոք, սենց բան է եղել, հաստատ համոզված եմ։ Սա տեսակ է, որը վայել չի հայ ժողովրդին, որը վտանգավոր է հայ ժողովրդի համար։ Երևի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեր ժողովուրդը ունեցել է երկու արհավիրք, ձեռաստեղծ արհավիրք, ոչ թե բնական արհավիրք։ Սա 44 օրյա պատերազմն է եւ Արցախի հանձնումը։ Եվ ով է այդ արհավիրքների հեղինակը։ 18 մինչև 20 թվականը
հրահրեց պատերազմ, արեց ամեն ինչ բանակցային գործընթացը խաթարելու համար։ Հիշեցնեմ ինչ էր ասում էր սկսում եմ իմ զորայական կետից և միջնորդների 25-26 տարվա աշխատանքը զրոյացրեց։ Հնարավորություն ստեղծեց, շանս տվեց Ալիևին պատերազմ պլանավորելու համար։ Փչացրեց հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։ Պառակտում մտցրեց ներսում, Հայաստանում, բաժանեց սևերի, սպիտակների, հների, նորերի, ինչ ասես չարեց երկիրը թուլացնելու համար։ Վերջը ստացանք պատերազմ և պարտություն։ Հիմա այսօր ինչ է ասում։ Ասում է բանակը սկսել եմ ստեղծել զորոյից։ Ոչինչ բան ձեզ չի հիշացնում սա։ Զորոյական կետից սկսեց իր բանակցությունները, բերեց պատերազմ։ Հիմա ասում է զորոյից սկսել եմ բանակ կառուցել, ինչ որ եղել է ավերակ է եղել։ Հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու, սիրելի ժողովուրդ։ Մենք պետք է այս ընթացքը կաղնեցնենք։ Եթե չկաղնեցնենք, ևս մի խնդիր է, այս մարդը չի կարող հանգիստ ապրել։ Այս մարդը եթե երկու օգու տեսնում է իրար հետ բարի համբույր խոսում են, պիտի արանքը ընկնի հարաբերությունները փչացնի։ Եթե տեսնում է երկու երկիր իրար հետ լավ են, պիտի արանքը ընկի, անպայման ևս հարաբերությունները լարի։ Սա այլ կերպ ապրել չի կարող։ Ուրեմն ինչ պիտի մենք անենք։ Հեռացնել այդ մարդով, զենց խզակոթից Ղարաբաղի բարբառով ասեն, դուք էլ եք դա օգտագործում, խզակոթից բռնել և դուրս շպրտել։ Այդ մեթոդը, որը ես ասացի, դրա քաղաքական ձևը գալ ընտրատեղամաս և ձայն տալ համար 17-ին։ Վստահ եղեք, այդ ինչ որ ասացի անողենք, բայց այդ մանդատը պետք է ստանանք ձեզանից ժողովուրդ ջան, դուք պետք է մեզ լիազորեք։ Մնացածը թողեք մեր վրա, մենք խոսքի տեր ենք, մենք մի թիմ ենք, որը գիտի ինչ է ուզում, ոնց է անելու, ուր է հասնալու։ Վստահ եղեք, համաձայն եք, ուրեմն ժողովուրդ ջան ձեր ցավը տանեմ, հունիսի 7 համար 17, միասին բոլորս, հունիսի 7 համար 17, հունիսի 7 համար 17, և ով քվեարկում է Փաշինյանին, քվեարկում է Ալիևին, այսա պետք է բետոնի պես մեխվի ամեն տեղ, շնորհակալություն ձեզ, հաջողություն բոլորի, շնորհակալություն, լավ մնացեք։